Նաիրա Բաթայան, Արցախից եմ տեղահանված, Ստեփանակերտ քաղաքից, ուրեմն 22 տարի ծառայել եմ Արցախի անպաշտպանության բանակում, գործավարի պաշտոնում եւ պետի ավագ օգնականի պաշտոններում, զինկոմիսարիատում, հետո զորամասի գործավար եմ եղել։ Ուրեմն ունեմ բարձրագույն կրթություն, ազատ շփվում եմ բացի հայերենից, ադրբեջաներեն, ռուսերեն լեզուներով, գերմաներեն բառարանի օգնությամբ։ Տեղահանումից հետո արդեն ստիպված բնակվում եմ այստեղ, մի որոշ ժամանակ մնացել եմ Ջրվեժում, հետո տեղափոխվել եմ Հրազդան, քանի որ արդեն մնալու տեղ չունեի։ Հազիվ գոյատևում եմ առանց կոմունալ պայմանների, հոսանք չկա, ջուր չկա եւ այլն, բոլոր կոմունալ պայմանները։ Ստիպված մնում եմ այստեղ, որովհետեւ տները շատ վարձով են, շատ թանկ են, հնարավորություն չկա մնալու։ Ունեմ Արցախյան պատերազմի հասնման զավակ, որը վիրահատության անհապաղ վիրահատության կարիք ունի, ման եմ գալիս բուսնարկություններին բուժելու նպատակով։ Խնդրում եմ բարերարներին, ովքեր կարող են, գան տեսնեն, ինչ պայմաններում են բնակվում։ Ստեղ եք ապրում։ Անմատկային պայմաններ։ Ստեղ Աջրևաջուրը գարաժի մեջ, զնհալը գարաժի մեջ, այս ավտոտնակի մեջ, դուրը չկա, դրան փոխարեն այս շորերը, ու նստում եմ, նստած քնում եմ, վախենալով, որ կընկնեմ էսի ամայի մեջ։